Պարոն Մանվելյան, Հայաքվեն ևս գտնվում է դատարանի բակում իր աջակցությունը հայտնելու ամենայն հայոց կաթողիկոսին եւ բոլոր այն հոգեվորականներին, որոնք այս պահին գտնվում են դատարանում, մեղադրյալի աթոռին են հայտնվել։ Դուք այն ամենի ինչ տեղի է ունենում հոգեվոր դասի, վեհափառ Հայրապետի շուրջ ինչպես եք գնահատում եւ արդյոք ձեզ համար դատապարտելի է այս ամենը։ Չէ, միանշանակ դատապարտել է, Հայաքվեն պաշտոնապես հանդես եկել հայտարարությամբ եւ դատապարտելով են ամենը ինչ տեղի ունենում եւ միանշանակ շատ լավ հասկանալով, որ այս գործընթացի նպատակն ընդհանուր առմամբ հայ եկեղեցին վարկաբեկելը եւ վարկաբեկման այս գործընթացը ցավոք սրտի արդեն 1 տարի է անցյալ տարի մոտավորապես մայիսին դրա սկիզբը դրվեց եւ մինչեւ հիմա շարունակվում է։ Ու քանի որ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, հետեւաբար սա էլ հանգեցրել է նրան, որ այս գործընթացը շարունակական։ Իսկ ամեն գնով վարկաբեկել եկեղեցին, ամեն գնով թույլատրել մեր ինքնությունը, մեր հայկական լինելու կարևորագույն գործընթաց։ Պարոն Մանվելյան, մենք հենց հիմա տեղեկացանք, որ դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել, ինչպես եք սա գնահատում եւ ինչի մասին է սա հուշում, ինչ է խոսում։ Նայեք, դատավորը ինքնաբացարկ իհարկե իր մեջ դրական է, որտեղ դատավորը դանո փորձում է մեսիջ ուղարկել, որ ինքը չի պատրաստվում ամենայն հայոց կաթողիկոսին դատել կամ ինչ-որ դատական գործընթաց նրա դեմ քննարկել։ Բայց դա չի նշանակում, ես համոզված եմ, որ գործը կանենք գտնեն այլ դատավորի, որը լինելով կապված գործող ռեժիմի հետ եւ նրա պարագլխի հետ, փորձի այս ամենը արդեն անել նենց ոնց որ այսօրվա ռեժիմն է ցանկանում, ըստ նրա քմահաճույքների։ Ինչի է հանգեցնելու այս ամենը, ի վերջո ինչ ավարտ է ունենալու։ Իշխանությունը պահանջում է, որ վեհափառ Հայրապետը պետք է հանգստի կոչվի, ինքնակամ հեռանա, վեհափառ Հայրապետի աջակիցներն էլ, հավատավոր ժողովուրդն էլ իրենց պաշտպանությունն է, իրենց աջակցությունն է հայտնում վեհափառ Հայրապետին, ինչպես է։ Նայեք, այստեղ էս կարևոր հարց է, որտեղ շատերն են հարցնում, էլի սկսելով այս Արշավը եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ինչ նպատակ է հետապնդում գործող ռեժիմը։ Իր նպատակը մեկն է, հատկապես ընտրություններից առաջ, այսպես կոչած հակաեկեղեցիական բոլոր ուժերին համախմբել, մոբիլիզացնել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը մեծ թվով, այսինքն 100,000-ների հասնող եւ անցնող, այսպես կոչած աղանդավորներ կան եւ նրանց հարող մարդիկ, որոնք ատելով ատում են թե եկեղեցին, թե հայոց Հայրապետին, հետեւաբար նրանց դեմ սկսել պատերազմ, այսինքն սկսելով եկեղեցու դեմ պատերազմ, ինքը համախմբում է իր ընտրազանգվածը։ Եվ այդ ընտրազանգվածին համախմբելու գործընթացն նա իրականացնում է եկեղեցու։ Երկրորդը սա նաև դրսի պահանջն է։ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Իզուր չէ, որ երկուսն են ակտիվ կերպով այս գործընթացը աջակցում են։ Սա մի քանի խնդիրներ, եւ որպես հայկական ինքնության հիմնասյուն հանդիսացող, եւ որպես Թուրքիի հետ մեծ կապեր ունեցող, որտեղ թուրքերն ու ադրբեջանցիները անդադ տանում են այն նարատիվը, որ իբր թե Սփյուռքի առկայությունն է մեր խնդիրները։ Չլներ Սփյուռքը, իբր թե մենք խաղաղության մեջ կապրեինք կամ չենք դիմադրի սրանց։ Ինչը կեղծ է, բայց նորից Սփյուռքի հետ աշխատանքի հիմքում ընկած է հենց ամենայն հայոց կաթողիկոս եւ եկեղեցին, որտեղ եկեղեցին համահայկական է, ինքը հայաստանյան չէ։ Սա է խնդիրները։